Հեսա իմ մեքենան, շատ հայկական մեքենաներ կան։ Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների պատճառով իր բեռնատարի ղեկը դեպի Եվրոպա թեքած Ալեքսանը մեծ գլխացավանքի առաջ է կանգնել։ Ես կանգնած եմ գեզիում։ Լեհաստան ալկոհոլային խմիչքներ է տանում։ Ասում է Բագրատաշենի վրացական անցակետում իրեն ուղեգիր են տվել գնալ Թբիլիսիի Գեզի մաքսային տերմինալ, որպեսզի ալկոհոլային խմիչքներից փորձանմուշ վերցնեն։ Ասում եմ, ախր փորձանմուշը դու ինչ եք անում, ես գնում եմ Լեհաստան, ձեր փորձանմուշը ձեր ինչին է անհրաժեշտ։ Ալեքսանի խոսքով ինքն այս ամենի միջով արդեն անցել է, ծանոթ պատմություն է։ 1.5-2 տարի առաջ էլ Ռուսաստան արտահանվող հայկական ալկոհոլային խմիչքներն էին Լարսի վրացական անցակետում խիստ լաբորատոր ստուգումներ անցնում։ Նկատում է, եթե այն ժամանակ հայ-ռուսական կնճռոտ հարաբերություններն էին պատճառը, հիմա ինչու է տարանցիկ երկրում ստուգվում իր բեռը։ Միգուցե ենթադրում էինք Ռուսաստանը խնդրել էր, չգիտեմ, ստեղ անցկացնեին փորձաքննություն Լեհաստանի պարագայում կամ Ուկրաինայի պարագայում, ինչ կապ ունեք։ Ինչ իրավունքով են Վրաստանի սահմանին լաբորատոր ստուգում անցնում Եվրոպա արտահանվող հայկական ալկոհոլային խմիչքները։ Հայլուրի այս հարցին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից պատասխանում են, դժվար թե անօրինական ստուգում անեն Վրաստանում։ Վաղ առավոտյան իր բեռնատար Մերսեդեսը պետք է Բաթումի նավահանգստում լինի, որ լաստանավ բարձրանա, ասում է Ալեքսանը։ Բուլղարիայի Վարնա քաղաք պետք է հասցնի ավելի քան 20 տոննա խմիչքով բեռնված մեքենան, որ այնտեղից ճանապարհը շարունակի դեպի Լեհաստան։ Ամեն րոպեն կարող է հարյուրավոր եվրոյի վնաս հասցնել իրեն, նկատում է վարորդը։ Ես վաղ առավոտյան, եթե չբարձրացա նավ, ես մոտավորապես 400-ից 500 եվրո կորցնում եմ, տոմսը ձեռք բերել ինքը բարդ պրոցես է, էլի մեր ամառվա սեզոնը, ինքը օդանավի տոմս չի, որ հեռախոսով մի ձեռքի շարժումով տոմս վերցրեք։ Դա երկրորդ շուկա, երրորդ շուկա, ասես միջնորդներով եք այդ տոմսը ձեռք բերում, էլի։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Հայաստանը վերջերս մաքսային արտոնություններ ստացավ Եվրոպայից։ Ինչպես անցած 5 շաբթի կառավարության նիստին հայտարարեց Փաշինյանը, այդ արտոնությունները վերաբերում են նաև ալկոհոլային խմիչքներին։ Նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությունների համաձայն այս որոշումը կվերաբերվի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80%-ին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների 99%-ին, գյուղատնտեսական արտադրանքի պտուղ բանջարեղենի 99%-ին եւ ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90%-ին։ Բայց ինչպես օգտվել եվրոպական արտոնությունից, եթե հայկական կոնկրետ ալկոհոլային խմիչքները մեծ դժվարությամբ են հին աշխարհամաս հասնում։ Ըստ վիճակագրության 2025-ին Հայաստանից ԵՄ երկրներ է արտահանվել մոտ 22 միլիոն դոլարի ալկոհոլային խմիչք։ Նույն տարում Հայաստանից 13 անգամ ավելի 285 միլիոն դոլարի ալկոհոլային խմիչք է արտահանվել Ռուսաստան։ Ըստ վիճակագրության հայկական սպիրտային խմիչքների 80%-ը սպառվում է ԵԱՏՄ երկրներում։ Էդգար Ղուշյան, Էլեն Յահինյան, Հայլուր։